իրականում հայ-ռուսական ցենց իբր կատաղած պայքարի մասին մի հետարքիր հարց ունեմ, բոլորդ ինձ թվում է կմտածեք այդ հարցի մասին։ Ուրեմն, եւ այս կոնտեքստում ՀՀ քննչական կոմիտեում նաեւ հայ-ռուսական ԱԱԾ-ի ստացված հաղորդման համաձայն Հայաստանի քաղաքացի Անդրանիկ Թևանյանը հանդիսանալով աթեյագրած, բայց գիտենք Թևանյանի մասին, հանդիսանալով 21 թվականին կայացած խորհրդանական ընտրություններում Հայաստան կուսակցությունների դաշինքի աջակցած քաղաքական գործիչ եւ նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ падգամավոր 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Ռոսիա Կովկաս աշխարհքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել է առանձնապես խոշոր չափերի 622,000 ԱՄՆ գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող 2024 թվականի ապրիլին ԱԺ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ, այդ կերպ կատարելով պետական դավաճանություն ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության տարածքային անձնարարության եւ արտաքին անվտանգության։ Հիմա ինչն է տարօրինակ։ Պարզ չէ, որ 2 տարի առաջվա տեղեկությունը այսօր այդքան ակտուալ չի, եթե այսօր փոխանցված լինի։ Վստահեցնում եմ ձեզ, սա իրանք հետևել են, իմացել են տեղում հենց այն ժամանակ։ Հիմա հարց իսկ ինչի է հիմա սա բացահայտվում։ Ինչի է մեկ էլ հրաշքով պարզվում, այս ամեն ինչը միանգամից կուտակվում, այն որ ես արդեն հասկացա, որ իրանք արևմուտքին այնքան լավ են խաբել, որ խնդրեմ չկա, մենք դիտարկում ենք եւ այլն, որ արևմուտքը հիմա չկոնկրետացնեմ, բայց որոշ բաների հետ կապված հարցումների հետ կապված, օրինակ IRA-ի վերջի հարցումները, ես այսօր չանդրադարձա դրան, բայց հետաքրքրական չհասցրեցի տես լուրջ, բայց մի քանի բան տեսա, արդեն իմ մոտ ուրեմն հետաքրքրական բան են ուրեմն առաջացնում, ինչ որ հարցեր միտեղ մի բան ատարել, միտեղ մի բան ատարել, բայց արդեն իրար չի բռնում։ Արդեն իրար չի բռնում։ Օրինակ մի տարօրինակ բան ձեզ ասեմ, ասում է իշխանության կուրսը քաղաքական մոտ 61% էր դառնից լավ աճացրել էին այս ընտրությունների ժամանակ իշխանության կուրսը ժողովրդի բնակչության 61%-ը սատարում է շատ լավ իսկ որ մեկը կարաք ասեք որն է իշխանության կուրսը կա տես բան դուք գիտեք իշխանության կուրսը որն է Հայաստանի Հանրապետության իշխանության կուրսը որն է գիտեք ես չգիտեմ Հայաստանի Հանրապետության իշխանության կուրսը որն է այսինքն ես գիտեմ Իրանք ասում են մի քիչ տեղ, մի քիչ ընդեղ, BRICS, բան, Շանհայ, այս կողմ, այն կողմ, մնանք հələ Ռուսաստանից չենք բաժանվում, հետո կտեսնենք դինոզավրերի ժամանակ կարող է պետք լինի գնանք Եվրոպական միություն, երբ որ արդեն Արմագեդոնից հետո ապոկալիպսիս, բան, տենց եւ այլն Քրիստոսի երկրորդ գալստյանից հետո միգուցե այդ քվեարկությունը անցկացնենք Միրզոյանը տեսակ Սիմոնյանի հետ ասին մենք լավ գործընկերներ ենք մի տոննա թելերով իրար հետ կապված երեք Սիմոնյանն ու Միրզոյանը 2-2 ես Մալենտինա Վատպենկոյի հետ լավ գործընկերներ ենք մենք հեսա կլուծենք այդ հարցերը եւ այլն ինչ որ տարօրինակ բան է կատարում ժողովուրդ ջան չեք նկատում եւ ընդ որում այսպես ասեմ հետո ինձ ուրախացրեց իհարկե եվրոպական միության թվերը ինչ որ էլի մի 35% Ռուսաստանի հետ հույսերա կապում դաժան է 35-ից 40% այսպես շատ դաժան է իհարկե այսքանից հետո այդ ռուսական ռոպագանդան է որ ոչ մի բան չեն ուզում անեն դրա հետ հիմա հետաքրքրականն ինչ է տպավորությունն է որ մոտ 60%-ը ժողովրդի եվրոպական կուրս է ուզում բայց 60% այդ նույնքան մարդիկ էլ սատարում են իշխանության ուրեմն քաղաքականությունը հիմա ուզում հասկանամ իշխանության քաղաքականությունը ո՞րն է այսինքն ինչ գործնական քայլ է արել իշխանությունը կոնկրետ ինչ է արել իշխանությունը ասենք հապկից է դուս եկե ԵԱՏՄ-ից է դուս եկե ասում է գնալու ենք եվրոպականություն ոչ չի ասում է մենք հələ լավ ենք զգում մեզ ԵԱՏՄ-ում մենք լավ գործընկերներ ենք մենք այդ հարցերը կլուծենք հա Պապոյանը ասում է հավատացած եղեք հունիսի 8-ից ամեն ինչ դզվելու է կարգավորվելու է ստիրուն է լինելու Միրզոյանն էլ Սիմոնյանն էլ ակնարկում են որ այս ընտրություններից հետո ամեն ինչ չիքի փուկի է լինելու իրանց ասած լեզվով գիտեք ոնց այսպես մեծ խառը մի խոսքով եւ բացի նաեւ այլ հրապարակումներ որոնք ես շատ հիմա չեմ ուզում խորանամ գուցե հետագայում արդ կլինի բայց այս վերջին շրջանում ես զգում եմ որ իրոք այսպես ընտրության այս ասում այս ընտրապայքարի շրջանում ինչ որ կողքից էլ աջակցություն է գալիս այս իմաստով բայց հիմա հարց արդյոք այս մասին իշխանությունները չգիտեին ուրեմն երբ որ անվանում են Ծառուկյանին գործակալ երբ որ անվանում են ասենք Տաշի Սամոյին գործակալ լավ վերջապես Տաշի Սամոսն որտեվ ինքը ասեց որ դա իմ համար պատվաբեր է Գալուգացի Տաշիասի ճուզում եք ասեք իմ համար պատվաբեր է օքեյ Ժորժ ջան ես ընտրություններից առաջ մի բան էի ասում եմ եթե դուք իսկական եք
Եթե դուք տենց իրոք անկախ պետություն ռուսների դեմ, տենց պայքարում եք, գնում եք եվրոպացիներին ասում եք, չէ՞ որ եվրոպացիները մեծ կարևոր բան ձեզ բացահայտեցին։ Եվրոպացիները մի քանի օր առաջ մի հատ մեծ հայերի իրավապաշտպան մի կազմակերպության միջոցով սլիվ արեցին, այսինքն արտահոս կարեցին մի ինֆորմացիա, թե ոնց են ռուսները Զելենսկի եւ Փաշինյանի դեմ օրինակ աշխատել դրսում, ոնց են աշխատել, ուրեմն ինչ միջոցառումներ են կազմակերպել Զելենսկուն վարկաբեկելու համար, ինչ օպերացիաներ են դրսում իրականացնում։ Եվ հետաքրքրական է, որ մեկ էլ ընտրությունների ժամանակ Ծառուկյանի ցեմենտի գործարանն վերցնում, սրան են բռնում, նրան են բռնում, սա գործակալն է, գործակալը։ Ես հավատացեք, ոնց որ իրանք հապկից են դուրս եկել, այդ տենց էլ կասկածում եմ, որտեղ այս ինչ որ իրանք հիմա մեղադրում են, թիվը կոնկրետ գիտեն։ Իսկ դա նշանակում է գաղտնա լսում են արել, իմ խորին համոզմամբ դա նշանակում է, եթե իրանք թիվը $622,000 ԱՄՆ դոլար կաշառք են վերցրել, ասկա ծախել է Հայաստանը $622,000 ըստ իրենց։ Նշանակում է իրանք մանրամասն գիտեն ամեն ինչ։ Բայց հավատացեք, ես կասկածում եմ, որ Թևանյանը կդատվի։ Որտեվ հուլիսի 8-ից հետո, ինչպես Պապոյանն ասում, ամեն ինչ կդզվի։ Հիմա դուք շատերը ինձ ասում են, բայց չէ որ քայլեր անում եւ այլն։ Ժորժ ջան, որևէ կոնկրետ քայլ տեսել եք, այո, հայցերա ուղարկում արևմուտքին, այո, այսպես ասեմ, Թրամփի ճանապարհն էլ, Թրիփը, իր շնորհքը չէր։ Թրիփը ստիպված էր, որտեվ բազմիցս, բան չեմ, ես այն ժամանակվանից ես բացատրում, որ Թրիփի հետ ինքը դեռապես կապ չունի։ Այն ինչ որ Հայաստանի օգտին փոխվեց, դա ընդհանրապես իրենց ձեռքբերումը չի։ Դա ընդհանրապես ամերիկյան ադմինիստրացիայում որոշվել, ընդհանրապես Ադրբեջանը ու Թուրքիան են նախաձեռնել, ընդ որում դա ընդունել են իրենք ընդունել են պաշտոնապես, երբ որ ադրբեջանցին իրանց դեմը խոսած Հաջիևներ, եթե չեմ սխալվում, ասեց, որ դա մենք ենք արել, ծպտուն դուրս չեկավ, որտեվ ես ասել եմ իջև, ես գիտեմ, որ այդպես է։ Դրա համար ես կոնկրետ քայլեր եմ ուզում տեսնեմ։ Ես չանդրադարձա, ուրեմն հրապարակումների մեջ չգիտեմ, ուղղակի ափսոսում եմ Ժորժ ջան, բայց այդ հրապարակումների մեջ կային անուններ, որոնք ես շուտվանից գիտեմ, ուրեմն Հայաստանում ահռելի քանակությամբ ուղեղ լվանալու կենտրոններ են բացվում, երեխեքի ընդ որում։ Տեսեք, այնտեղ ասում անգամ խմբակներ են սարքում, ֆաշիստական ֆիլմեր են ցույց տալիս, հա, կոմունիզմի եւ այլն։ Դրա համար պետք է հասկանալ, իսկ կոնկրետ, մինչև այս պահին ամենակոնկրետ, հանում ենք ռուսներին, հանում ենք ռուսական զորքերը դեռ Սյունիքում են կանգնած, ռազմաբազան Հայաստանում է, ի՞նչն եք հանել։ Այրոպորտից վերցել, մեծ բան եք արել այրոպորտից։ Ժորժ ջան, ռուսական զորքերը շարունակում են մնալ ամենակարևոր տեղ Սյունիքում կանգնած, շարունակում են մնալ հայ-թուրքական սահմանին կանգնած, բազանի շարունակում մնալ Գյումրիում, Ալեն Սիմոնյանն էլ ասեց, ինչ եք փորձում մեզ կռվածնել ռուսների հետ։ Տվել եմ այդ հարցազրույցը Deutsche Welle, իդեպ հետաքրքրական է, Deutsche Welle-ը այսօր քննարկում էին, թե ինչի է Ռուսաստանը ճնշում Հայաստանին ու դրել էին Ալեն Սիմոնյանի այդ հատվածը, որտեղ ասում է, «Խիք մեզ դու ռուսների հետ կռվածնեք դուք»։ Օրինակ եվրոպացիները ինչ եք ուզում մեզ ռուսների հետ կռվածնեք։ Դրա համար բազմաթիվ հարցեր է առաջանում։ Ուրեմն դուք հասկանում եք դա ռուսների համար ինչա փոքր Հայաստանը, Ռուսաստանի դեմ աշխատող, ուրեմն գործակալի է բռնում։ Դանիել Յանեսյանն էլ տենց ոգևորված պատմական բան է, պատմական։ Իսկ հիմա եկեք մի բան հասկանանք։ Տեսեք, իսկ ինչով եք համոզված, որ ռուսները այդքան ապուշ են եւ նույն տեխնոլոգիան ինչ որ կիրառեցին Մոլդովայում պարտվեցին, ինչ որ կիրառեցին Ռումինիայում տեսան չհասան նպատակին, որ Հայաստանը, որը ըստ էության իրանց համար շատ ավելի կարևոր է այս պահին, շատ ավելի կարևոր է, հավատացեք, որտեղ այս ճանապարհը միջին միջանցքը դրա նշանակությունը մեծանում ու մեծանում է։ Ինչով եք վստահ դուք, որ Հայաստանը ուշադրություն, ուրեմն այս կոնտեքստում նույն, այսինքն Հայաստանում նույն ձևով են գործելու։ Իսկ կարող է Ժորժ ջան, իմանալով Հայաստանի ժողովրդի տրամադրությունները, օրինակ ես սցենար եմ ասում, կարող է իրանք այս իմանալով օրինակ որ Փաշինյանի ռեյտինգը, տեսեք, միջև իրանց պայքարը Փաշինյանի ռեյտինգը ավելի ցածր էր։ Իրանց այս ամեն օր Հայաստանի մասին հայտարարություն եմ արգելում են, փակում են, ինչ որ պայքարի լուրջ իմիտացիա են ստեղծում, ստեղ գործակալ են բռնում եւ այլն, եւ այդ ընթացքում Փաշինյան ռեյտինգը աճում է եւ իրանք շատ լավ գիտեն, չէ՞ որ իրանք ունեն թվեր, որ իրանք պոպուլար չեն Հայաստանում։ Իրանք գիտեն, որ իրանք պոպուլար չեն, ես գիտեմ, որ իրանք կացնային շատ բաներ են, բայց ես բազմիցս ձեզ ասել եմ, իրանք ռոպագանդան փայլուն է, փայլուն։ Միակ բանը, որ միշտ գովել եմ, դա իրանք ռոպագանդան է, կհավաստեք։ Ինչ եք կարծում, իրանք գիտեն, որ իրանք պոպուլար չեն Հայաստանում։ Ընտրությունների ժամանակ սենց հիստերիա դնելը։ Երբ որ մենք տեսանք մի քանի օր առաջ ինչ օպերացիաներ են իրականացրել։ Ես անդադ այդ հարցը ինձ տալիս եմ,
որպես մասնագետ ես գործի, իմ մոտ անընդհատ անտրամաբանական է թվում, ինչի են ընտրությունների ժամանակ իրանք sense բացահայտ կոնֆլիկտի էություն ստեղծում։ Հիմա հարց. իրանք կախված են ռեէքսպորտից Հայաստանի շատ։ Հիմա իրանք վիճակը ավելի ծանրացել է, իրանք արտադրությունը ռազմական տուժում է, իրանք ավելի շատ կարիք ունեն։ Իսկ ես քանիսս ասել եմ, որ իրանք թույլ են տվել Փաշինյանին այս խաղերը տալ եւ այսինքն հանդուրժել են, որպեսզի Փաշինյանը խաղեր տա եվրոպացիների հետ, որտեվ Գևորգ Պապոյանը ասեց, մենք իրանք համար այնպիսի բաներ ենք անում, եկեք շատ բան չբացենք, Ժողովուրդ ջան, նենց չի, որ մենակ մենք ենք իրանցից կախված։ Այո, իրանք չեն ուզում Հայաստանի ճանապարհները բացվի, բայց շատ տարօրինակ պատմություն է ու հատկապես տեսեք ինչի։ Ուշադրություն, հիմա հարց եմ տալի։ Փաշինյանը գիտի, որ ռուսները ըստ իրանց ատում են ուզում են Իրանից ազատվել։ Փաշինյանը գիտի, որ ամեն գնով ռետորական հարց եմ տալի։ Ամեն բիսեդքում հաց հաուտում։ Ասում է ու հերիք չի, պաշտոնապես հայտարարում է, ասում է հյուրասիրությունը չենք մերժում, լսած կլնեք շատերս։ Գնում է որտեղ սեղանակցած դնում է ու տեսել եք չէ ոնց է ուտում։ Ես հասկանում եմ սովածա, բայց ջիգարով տենց էլի սենց եւ այլն։ Հիմա հարց։ Ռուսները անգամ ունեն մեթոդ թույն, կամ ասենք հատուկ ուրեմն քիմիական, չգիտեմ ինչական, ասենք ինչ ձև, ինչ այլանդակ, ինչ նավիճոկից բռնած միջ։ Ընդ որում կարաս դու հիմա ուտես, քեզ տարի առաջ հետո ինֆարկտ ստանաս։ Մոտարապես մի քիչ կոպիտ եմ ասում, բայց այդպիսի բան է կա, որ հիմա ուտես, քեզ տարի հետո ինֆարկտ ստանաս։ Հատկապես որովհետև ես նկատել եմ ընդհանրապես եվրոպական լիդերները կամ որտեղ անվտանգ չի իրանց համար, իրենք հացել չեն ուտում, չեն կպնում ոչ մի բանի։ Փաշինյանը ամեն զրուցարանում, այսպես ասած, ամեն գյուղում, ամեն թաղում հաց է ուտում, մի բան բերանը դնում է։ Հիմա հարց. Փաշինյանին ԿՊ-ականներին, որ տենց իբր ուզում են ֆոն ստեղծեն, որ իրենք ռուսների հետ թշնամանքի մեջ են։ Ոնց է ստացվում տես տղեկ։ Փոքր բան է, բայց այստեղ վառվում եք էլի։ Չի կարող տենց բան պատել։ Դուք հիմա գիտեք ինքը ընդհանրապես միայն իր ձեռքի ուտելիքը, միայն ստուգված ուտելիքը պետք է ուտեր, որտեվ այս պարագայում, երբ որ ռուսները կարող է իր պատճառով Կովկասից դուրս գան, ինչպես ռուսները ներկայացնում են, այն որ սպառնում են անգամ Ուկրաինա սարքել։ Ինչ դժվար է։ Մի հատ մի բան կտան, 2 ամիս հետո սիրտը կկանգնի, դե արի ապացուցի, որ իրանք է։ Եվ մարդը ամեն զրուցարանում հաց է ուտում։ Ոնց կարա այդ հասկանում եք փոքր բան է։ Հիմա ես ձեզ եմ ասում, ոնց կարա այդպիսի բան լինի։ Սա ընդհանրապես տրամաբանական չի։ Այն ինչ որ արվում է ցույց են տալի տենց աղմուկ աղակ են սարքել։ Եվ բացի դրանից ես արդեն մի անգամ այս հարցը տվել եմ իմ նախկին աշխատավայրում, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանին սարքում էին, եւ ես ճիշտ դուրս եկա։ Սարքում էին այսպես լիդեր եւ ասում էին հետեւյալը, ասում էին երբ որ Սերժ Սարգսյանի հետ մարտի 1 պետք է անեի, մարտի 1-ի այդ process-ները տեղի ունեցավ, միտինգները եւ այլն, գիտեք, ես այն ժամանակ ասում էի, եթե իշխանությունները այսքան դեմ են Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ այն ժամանակ գիտեք, Սերժ Սարգսյանն էլ էր իշխանության մաս համարվում, իհարկե Քոչարյանի հետ կային տարաձայնություններ, բնականաբար այդ ասել եմ այդ մասին, բայց ոնց է տենց ստացվում, որ այս PR-ը, որ արվում է Լևոն Տեր-Պետրոսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանին է օգնում, որպեսզի ավելի շատ ժողովուրդ հավաքի։ Լևոն Տեր-Պետրոսյանից այնքան զզված էին մարդիկ ժողովուրդ, 2007 թվականին մարդ չէր ուզում դուրս գալ, որտեղ բոլորը զզված էին Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մենք բոլորս լավ էինք հիշում իր տարիները։ Իրանց զզվելի պահվածքը, իրանց այդ գործելավոճը, մենք այնքան ման ենք տեսել այդ 90-ականներին, շատերը չգիտեն ովքեր 90-ականներին չեն ծնվել կամ ովքեր փոքր են եղել 90-ականներին։ Ես շատ լավ եմ հիշում այդ 90-ականներին ինչ էր կատարվում։ Իրանց պաշտոնյաները, իրանց խոսելաձևը, պահվածքը, լկտիությունը, այդ ամեն ինչը շատ լավ է, հայտարարությունները, չգիտեմ, խոսքի սահմանափակումները, ուրեմն այդ միտինգները ջարդելը, ծեծելը, կրակելը օդի մեջ, ոչան, վայրի կապիտալիզմ էր լրիվ այսպես կիսա դիկտատուրական մի խոսքով շարունակեմ։ Մարդիկ չէին ուզում դուրս գային։ Եվ կիրառվեց տեխնոլոգիա, որ մի քանի ամիս հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացել էր իր շուրջ անհավանական թվով մարդ, իր համար անհավանական թվով մարդ հավաքել։ Եվ նույն տիպի տեխնոլոգիայի հոտել ես հիմա եմ առնում, որովհետև նորից եմ ասում, շատ անտրամաբանական է։ Ռուսները գիտեն, որ իրանց չեն սիրում։ Ռուսները գիտեն, տեսնում են, ենթադրենք, դու խոսում ես Փաշինյանի մասին, Փաշինյանի ռեյտինգը բարձրանում է։ Դու ճնշում ես Փաշինյանին, Փաշինյանի ռեյտինգը բարձրանում է։ Բա ոնց է այդպես ստացվում։ Ես չեմ պնդում ոչ մի բան։ Ես ուղղակի որպես վերլուծաբան կիսվում եմ ձեր այդ տպավորություններով։ Եվ նաև այսպես, ինչի է այսպես ստացվում, որ 24 թվականին բան եք բացահայտել, եւ վստահ եմ, որ 24 թվականին են բացահայտել։ Եվ 26 թվականի ընտրությունների ժամանակ է բացահայտվում։ Մեկ է Ծառուկյանը պարզվում է 20։ Ամեն ինչ պարզվում է նախընտրական շրջանում։ Ձեր համար դա տարօրինակ չի։ Մինչև այդ ոչ մի բան չէր լինում, ամեն
հայտարարում է, որ գործակալներ են թողում նախընտրական պայքարի մեջ։ Գործակալներին թույլ է տալիս, որ մտնեն ազգային ժողով։ Դե ոնց է չլինի, 3 կուսակցություն պետք է լինի։ Ժորժ ջան, ոնց էլ չլինի, առնվազն 2 ռուսամետ կուսակցություն, գործակալները այդ թվում ըստ Փաշինյանի օֆիցիալ գործակալները, որովհետև ես այդ հրապարականի մեջ ինչ որ բաներ տեսա, հիմա չեմ ուզում անդրադառնամ, այնպես չի որ բանա, ամեն դեպքում ես տվեցի հրապարակումը, բայց հետո ուսումնասիրեցի հրապարակման մեջ բազմաթիվ խնդիր կա, հիմա չեմ ուզում դրան անդրադառնամ, էական չի, դրանից շատ բան չի փոխվում։ Գլոբալը ձեզ ասեցի, ոնց է տենց ստացվում, որ ամեն ինչը միանգամից բացահայտվում է նախընտրական շրջանում։ Հիմա տեսնենք օրինակի համար, ինչ կփոխվի հունիսի 8-ից հետո, եթե իրանք կընտրվեն։ Իսկ որքան հասկանում եմ, իրանք մեծ շանսեր ունեն վերընտրվելու, կտեսնենք, օրինակ, Թևանյանի գործը միջևերջ կտանեն, թե չէ։ Ասենք այդ որ հիմա Ծառուկյանին ասում են բացահայտվել է, Ծառուկյանն էլ է գործակալ, Սամվել Կարապետյանն էլ է գործակալ, տեսնենք, ասենք, ինչ որ մի բան այդտեղ կփոխվի, թե չէ, եւ այսպես շարունակ։ Չգիտեմ, հետաքրքրական է, հետևենք հասկանանք, բայց այստեղ բազմաթիվ հարցեր կա, որ ինձ անհանգստացնում է, որովհետեւ նորից եմ ասում, այն PR-ը, որ կատարվում է հիմա, ասենք, այն աղմուկ աղակը, որ բարձրանում է, արդեն ինձ համար շատ տարօրինակ է թվում, որովհետեւ դա աշխատում է Փաշինյանի օգտին, բայց ռուսները համառորեն շարունակում են աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա ձեր համար սա տարօրինակ չի, եւ երկրորդը մտածեք, ոնց կարա մարդ, որը զոհա, որը ռուսները տենց ուզում են ազատվել Իրանից, ամեն զրուցարանում, ամեն տեղ ձեռքցում հաց ուտում։ Այսքան բան։ Կարող է ես սխալ եմ, կարող է ինչ որ բան չեմ հասկանում, Ժորժ ջան։ Մնացածը արդեն դուք որոշեք, բայց ամեն դեպքում ես այստեղ լուրջ բաներ եմ տեսնում, իմ գոնե փորձը հուշում է, որ այստեղ մի բան են չի, ձեզ ասեմ։ Հիմա ուրեմն ընտրաշավի հետ կապած Ժորժ ջան, վերջում չմոռանամ ձեզ նաև հետաքրքիր բան կասեմ։ Ուրեմն Լևոն Զուրաբյանը գնացել էր ՀԱԿ-ից, գիտեք, իրանք իրականում իրանք գաղափարակից են իշխանության հետ, այդ բաներին մի նայեք ուշադրություն մի դարձեք, դրանք հոգևոր ընդհանուր կապ ունեն, շատ լուրջ կապերով կապված են ՀԱԿ-ն ու բանը, եւ ինչ որ ՀԱԿ-ը ասում է, իրականում իմացեք իշխանության թաքուն նպատակներն է։ Վստահեցնում, ու եթե խորը համեմատում ենք, տեսնում ենք բավականին լուրջ տեսնում ենք, որ իրականում 4 մնացորդում իշխանությունները անում են այն, ինչ որ ասում է ՀԱԿ-ը, Լևոն Զուրաբյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ինչ է ասում Լևոն Զուրաբյանը։ Ներդաշնակեցնենք բոլոր հակամարտող գերտերությունների շահերը։ Այսինքն BRICS գումարած TRIP։ Ավելի մեծ աբսուրդ հնարավոր չի պատկերացնել։ Նշանակում է Ամերիկային դուրս են գցում։ Դա միանշանակ։ Հնարավոր չի այսօր Հայաստանում ներդաշնակեցնել Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, դրանց բոլորին հնարավոր է եւ Ամերիկայի շահերը։ Տեսեք, Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի շահերը հնարավոր է։ Ամերիկայինը այստեղ ոչ։ Ամերիկան այստեղ դառնալու է չնչին որոշող, ինչ որ փայեր են ուզում բաժանել, միանգամից Թրամփը դուրս է գալու այդ պարագայում կամ ձևական է լինելու ամերիկյան ներկայությունը։ Այսինքն ինչ ասում հարիվ գտի, գիտեք այդ բանը, ու շարունակությունը չեմ ուզում ասել միջև վերջ, բայց հիմա խնդրեմը որն է, ամերիկացիները պետք է ապահովեն եւ արդեն ապահովում են մեր անվտանգությունը, եվրոպացիները ապահովեցին մեր անվտանգությունը։ Հիմա այս պարագայում, երբ որ դու Ամերիկայի ձեռից վերցնում ես այդ ճանապարհը, ով է ապահովելու մեր անվտանգությունը։ Առաջարկում է $700 միլիոն վարկ վերցնել, կեսը մենք անենք, որքան ես հասկացա իր ասածից, այդ ճանապարհները կառուցենք, ամերիկացիք չանեն, մենք անենք։ Այն կեսն են ինչքան հասկացա Չինաստանն էր ակնարկում, որ Չինաստանը գա կառուցի։ Ժորժ ջան, ձեզ բազմիցս ապացուցել եմ, Չինաստանը որտեղ մի բան կառուցում է, դու հայտնվում ես սնանկ պետություն։ Ուղղակի քեզ դարձնում է սնանկ պետություն։ Այն էլ մեծ վարկերի պարագայում։ Ու ասում է, այդ այն վարկն է պետական պարտն է, որ արժի վերցնել։ Այսինքն, ինքը առաջարկում է Հայաստանին դնել, ուրեմն սարսափելի պայմաններում։ Հիմա հարց, եթե Հայաստանը այդ ճանապարհից հանում է եվրոպացիներին ու ամերիկացիներին եւ վերցնում է Չինաստանից այդ 700 միլիոնը, իսկ եթե դու հանում ես ամերիկացիներին, քեզ այդ 700 միլիոնը ոչ մի եվրոպացի չի տա տղա ջան, դա պարզ է, ոչ մեկ չի տալու։ Ուրեմն դու գնալու ես Չինաստանից վերցնես 700 միլիոն պարկ, առնվազն ռուսները չունեն որ քեզ տան, Չինաստանը տալու է այդ 700 միլիոնը ու պարզա այն 700 միլիոնն էլ ինքն է դնելու, եթե դա իհարկե միլիարդ ու կես է, իհարկե դա շատ ավելի շատ է, 3, 4, 5 միլիարդ կարող է հասնի ու այս սխեմայով Հայաստանը կորցնելու է սուբյեկտայնությունը, բայց կրկին, իսկ ով է ապահովելու Հայաստանի անվտանգությունը, եթե դու ամերիկացիներին հանում ես։ Դա ուրեմն խայտարակություն է, դա սարսափելի է։ Սա ամենակարևոր, գիտեք, ինձ համար սա խաբեություն է ու լկտի խաբեություն է, որովհետև մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ ուրեմն մի լուր կարդամ, դուք երևի շատեր տեսել եք, ամերիկացիները Սյունիքում են։ Տեսեք, եվրոպական դիտորդները դադարեցրեցին կրակ, դադարեցրեցին մեր տարածքների զավթումը։
իրական անվտանգություն։ Այն որ ձեզ առավոտի տիրիգուն խափում են, ով է ձեզ անվտանգություն մատակարարում։ Դա ռուսական ռոպագանդա է, որտեղ ձեր անվտանգությունը արդեն պատմությունը ցույց է տվել, որ ապահովել են։ Թրիփից հետո տեսեք Հայաստանի հետ ոնց են վարվում։ Գալիս է եվրոպական համայնքը, եվրոպական լիդերները հանգիստ գալիս են, Զելենսկին է գալիս, որտեղ դու սկսեցիր սուբյեկտայնություն վերականգնել։ Եվ դա նաև քո անվտանգությունը, ինչքան էլ Պետրոսը առանց ամաչելու բարբերաբար խոսում է Թրիփի մասից ու ասում է բավով ապահովելու անվտանգությունը։ Եթե Թրիփը ամերիկացիներինն է, Պետրոս, նշանակում է ամերիկացիները արդեն ապահովում են քո անվտանգությունը։ Առավել եւս որ 22 թվականից դադարեցնելով երրորդյա պատերազմը մինչև հիմա ամերիկացիները պահում են զսպում են Ադրբեջանին։ Դա այնքան ակնհայտ է, եվրոպացիները պահում են զսպում են Ադրբեջանին։ Հակառակ դեպքում դու տենց հիմա հանգիստ չէիր նստի քո տաղավարում, ասեիր բավով է մեր անվտանգությունը ապահովելու, որտեվ կամ դու արդեն կամ վիլայետ կլնեիր կամ Ադրբեջանի գավառ կամ գուբերնիա լավագույն դեպքում քո համար ու խոսքի ազատությունը չէիր ունենալ որ տես հարցեր տայիր սա այնքան པարզ տրամաբանություն է հետևաբար ամենակարևորը խոսում են չգիտեմ ինչ որ տենց Չինաստան բերենք Իրանը հա ու ըստ Լևոն Զուրաբյանի դա վերջն է Իրանը հաղթում է Ամերիկային պատերազմում Իրանը հաղթել է ուրեմն Իրանում վերջին տվյալներում 150% գնաճ է հեսա արագ Իրանով կարճ կանցնենք 150% գնաճ է ժողովուրդը շուտով սովից է մահանալու այնտեղ դուք չեք պատկերացնի այնտեղ մարդիկ արդեն 5 օրվա 6 օրվա ուտելիքի փող ունեն ժողովուրդ ու Լևոն Զուրաբյանը կանգնում է ձեզ խափում է իմ խորին համոզմամբ որ Ամերիկան պարտվել է պատերազմում ես հիմա չեմ ուզում շատ խորնամ ժողովուրդ բայց բազմիցս բացատրել եմ այդ պատերազմի էությունը բովանդակությունը Ամերիկան կարող է հիմա չլուծի իր բոլոր հարցերը, բայց այն ինչ որ ինքը հիմա կթողի տարածաշրջանում, դրանով ինքը ընդհանրապես մի process է սկսել, որը կարա երկարի։ Բայց դա պետք է սկսել, ըստ իրանք հաշվարկել են, որ այս պահին դա պետք է սկսել, եւ իրանք նաեւ այս process-ն են հաշվարկել, որ իրանք չկարողանան Իրանի իշխանություններին փոխել։ Բայց դրանից բխելու է բնականաբար ավելի երկարաժամկետ process, որի վտանգները մենք ձեզ ներկայացրել ենք մեր համար, բայց Այսքանից հետո երբ որ դրել Իրանից բան չեն թողել, Իրանի փողից բան չի մնացել, Իրանի տնտեսությունից բան չի մնացել։ Հիմա եթե հանկարծ որոշեցին նավթը, ջուրը, գազը, ուրեմն հոսանքը վարի տալ, Իրանից ընդհանրապես իտառը չի մնա։ Եվ այդտեղ այո, ուրեմն շատ ավելի բարդ ու ծանր process-ներ կսկսեն, բայց Լևոն Զուրաբյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի չի իրանց համար Ռուսաստանը դեռ կարա ինչ որ մեկի անվտանգությունը երաշխավորի ժողովուրդ։ Հիմա հարց 22 թվականից էսկոմ Լևոն Զուրաբյաններին ու մնացածին այս նույն վիճակն էր Ամերիկան չկար Ռուսաստանը երրորդյա պատերազմ էր սկսենք այսինքն միջև այդտեղ Լավրովը փորձում էր մեզ դեմ տալ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը ադրբեջանցիների հետ Ամերիկան չկար Լևոն Զուրաբյան ոչ մեկ չկար ով էր խանգարում որ իրեքը գային գոնե Չինաստանը Իրանը եւ Ռուսաստանը հիմա ինչ եմ ասում որ խափեությունը ապացուցում եմ որ դու սուտ ես խոսում իմ խորին համոզմամբ ապացուցում եմ որ դու ստում ես եւ խայտարակ ձևի ստում ես քո ժողովրդին կամ դու դա չես հասկանում չես ստում ուղղակի չես հասկանում այդքան չես հասկանում ինչ եմ կասկածում եմ հիմա Ամերիկան գոյություն չուներ Եվրոպան գոյություն չուներ եթե հնարավոր էր շահերը ներդաշնակեցնել հատկապես որ Ամերիկան չկար չէ Չինաստանից շահերից էր բխում արագ դա կանգնեցնելը հատկապես վստահ եմ Չինաստանի հետ են կապնվել բայց ինչի չստացվեց գոնե Ռուսաստանի Չինաստանի Իրանի շահերը ներդաշնակեցնել որ Ամերիկան չգար թրիպը չվերցներ Լևոն Զուրաբյան Ինչի՞ եմ ես Լևոն Զուրաբյանը իրանք չեն ստանալու ձեն իրանք չեն էլ բանան կոպեկներ են ստանալու չեն էլ անցնելու հարցը դա չի բայց ես քանի որ գիտեմ որ սրանք այս իշխանության հոգևոր հայրերն են Եվ շատ լավ գիտեմ, մի մոռացեք, ես ախր Հայաստանում եմ ապրել 13 տարի դաշտում եմ Ժորժ ջան։ Ես ինչ որ մի բան խոսում, շատերը չեք հասկանում, ինչ եմ ես ասում։ Ես չեմ կարող ամեն ինչը մանրամասն ձեզ բացատրեմ, որտեղ չեմ կարող իմ ապրածը, տեսածը, կյանքը պատմածը, ասենց խոսակցությունները, ներքին զրույցները եւ ես ես ասում եմ։ Բացատրում եմ, իրանք այո, Փաշինյանն ինչի՞ է դիմել Շանհայի կազմակերպություն մտնելու համար։ Դա նույն բանն է ինչ որ ասում է 3 + BRICS հասկանում եք նույն Լևոն Զուրաբյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչությունը դա մեկին գումարած մեկը Ժորժը սա է իրանց քաղաքականությունը հիմա հարց եմ տալի նորից որովհետեւ դուք հասկանաք ինչի հնարավոր չի ներդաշնակեցնել ինչի հնարավոր չի Հայաստանի անվտանգությունը բարդ բացատրում եմ 22 թվականին սկսվեց երրորդյա պատերազմը ամերիկացիները կանգնացրեցին հետո եվրոպացիներ դիմեցին հապկին չուղարկեցին եվրոպացիները ուղարկեցին Իրանք չեն ուզեցել երբեք գնան դեպի արևմուտք։ Այս իշխանությունը միջև վերջ ուզեցել է երաշխիք ստանալ ռուսներից, չինացիներից, չեն կարողացել։
Ստիպված են գնացել, որտեվ իրանք Ռուսաստանի հետ բացի մի տարաձայնությունից ուրիշ ոչ մի տարածություն չունեն։ Իրենք ուզում են մնալ Ռուսաստանի տակ, խաղեր տալ Եվրոպայի հետ։ Միակ խնդիրը Մեղրինը, որտեվ իրանք չէին ուզում կորցնել անկախությունը, որտեվ անկախության պարագայում մեգադախլչիները կորցնեին ունեցվածքը։ Չէին կարող պահպանել իրենց ունեցվածքը։ Սա եղել է ունեցվածքի պայքար, որտեղ Հայաստանը բաժանած է գցած է իրենց գրպանները որպես ռեսուրսներ։ Եվ իրենց ռեսուրսները պայելու համար իրանք պետք է պահպանեն անկախությունը, դրա համար պետք է պահպանեն Մեղրին։ Ուրիշ բան մի փնտրեք այստեղ։ Եվ երբ որ հասկացան, որ ռուսները չեն կարողանում դա երաշխավորեն, ընդ որում դրանից հետո էլ այդքանից հետո իրանք օգնում են ռուսներին շրջանցել ապրանքները։ Բոլորը դա հասկանում են, ձեզ ուկրաինական ռեպորտաժից պատմեցի, որ ասին մենք դա չենք մոռանա, մենք գիտենք ինչ է կարել։ Այդ ինչքան փող եք աշխատել մեր կյանքերի վրա։ Այդքանից հետո, երբ որ ռուսները իրանց դեմ են տվել, Ադրբեջանի շահերն են պաշտպանել, իրանք զուգահեռ էքսպորտի վրա սկսեցին միլիոններ աշխատել։ Սա պարզ տրամաբանություն է։ Մինչև հիմա ով ոչ մի կազմակերպությունից դուրս չեն եկել, անգամ հապկից։ Արևմուտքը զենք է տալիս, արևմուտքը ուրիշ տակտիկա է բռնել։ Ես հասկանում եմ, իրանք դանդաղ հասկանալով աշխարհական իրավիճակը, իրանք ավելի երկարաժամկետ վերլուծության արդյունքում հասկացան, որ իրանցով բան չեն անի, հիմա որոշեցին ինչ-որ բան տալ, որ հետ վերցնելու հեռանկարով կամ շանտաժի, ասենք, վիզաների ազատականացում կտերով, ոնց որ սա էր կուտ տալի, հիմա նրանք են կուտը տալիս են, մի օր ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ հասկանալի անդառնալի է, պետք է Ռուսաստանից փոխվես, որտեղ հնարավոր չի սա ներդաշնակիցներ։ Հիմա հարց եմ տալի եւ բացատրում եմ ինչի է Լևոն Զուրաբյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես խափում ձեզ։ Որովհետև պարզ բան 22 թվականին չկար Թրամփը, չկային եվրոպացիները, Փելոսին է չէր գալի, պատերազմը չէր կանգնացնում։ Եթե իրենք կարող էին ապահովել Հայաստանի նույն ձեր իրանցի տերորիստները, որից առավոտից իրիգուն Իրանի անուն եք տալի, մտել էին ջերմուկ։ Ուր էր Իրանը։ Այդ որ առավոտից իրիգուն ասում եք Իրանը մեր անվտանգությունը, այն վաղ էլ հո Իրանը պատերազմի մեջ չէր։ Իրանի դուխը չհերիքեց անգամ ադրբեջանցիներին կանգնացնելու ջերմուկ Վարդենիս եւ Սյունիք մտնելուց, որ Իրանի համար ասում էր դա մեր կարմիր գիծն է, իսկ ինչն է կանգնացրել Իրանը։ Հիմա ինչ էր խանգարում այն ժամանակ Իրանին, Չինաստանին, Ռուսաստանին մի հատ Ադրբեջան ճնշել, ասել որ սա մեր հետաքրքրության գոտինը, ըստեղ էս ճանապարհը մենք վերցնում ենք, մենք ենք այդ տրիփը սարքում եւ այլն։ Հասկացաք, որ դա միայն Ամերիկան կարող է անել, դա միայն եվրոպացիները կարող են անել։ Դրանից հետո ի՞նչն է ուզում ներդաշնակեցնել։ Ձեր ներդաշնակեցումը նշանակում է ռուսական ռոպագանդա։ Իդեպ, ինչի՞ չեք ստուգում իրանք այս նարատիվները տարածելու համար։ Միած ստուգեք, կարող է օրինակ Լևոն Զուրաբյանը Կիրիենկոյի հետ կապ ունի։ Իհարկե Լևոն Զուրաբյանը ուշ չի, կարող է Կիրիենկոյի սիրածի վարորդի հետ կապ ունենա, բայց նայեք, որտեղ ինչ որ ինքը ասում է, եթե դուք իրանց հետ կապ չունեք իրականում, սա ռուսական գործակալական նարատիվ է իմ խորին համոզմամբ։ Դա իմ կարծիքն է։ Ես այդպես եմ կարծում։ Կարող է սխալ է, բայց ես այդպես եմ կարծում։ Կարող է ես, չգիտեմ, ճիշտ չեմ գնահատում իրաց մտավոր ունակություններն ու ասենք իրանք իրական դերն ու դերակատարումը։ Կարող է ես ասենք շփոթվում սխալվում եմ, բայց ես այստեղ տես բան եմ տեսնում։ Մեծ ստուգեք հələ, տեսեք, կարող է իրանք էլ կապ ունեն Կիրիենկոյի հետ։ Կարող է մի $622,000 են դեղաֆռացել։ Որովհետև այն ինչ որ արդեն տեղի է ունեցել մեր աչքի առաջ եւ ինչ որ տեղի չի ունեցել, որ կարար տեղի ուներ, ապացուցում է, որ իրանք բերում են մեզ հետ դեպի 22 թիվը, որ մենք տեսանք ինչեր մեր հետ կատարվում։ Երբ որ դու հանում ես այս ֆորմուլայից Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը, իսկ եթե դու ուզում ես դաշնակեցնես, իրանք արդեն հետաքրքրություն չունեն։ Որտեվ Թրամփին հետաքրքիր է, որ ինքը այդ ճանապարհը վերահսկի, դրա համար ինքը մտավ, դրա համար ինքը կազմակերպեց, դրա համար ինքը անենց արեց, որ Ադրբեջանը ստիպված եղավ, որպեսզի չստորագրի պայմանագիրը, դրա համար թուրքերն ու ադրբեջանցիները թեթև դժգոհ մնացին, բայց մի քիչ եմ անթրաշ։ Հիմա հարց։ Իդեպ տրիպի հետ կապված էլ, ուրեմն ես շատ ուշադրություն եմ ով որոշի ինչա խոսում, հա։ Ուրեմն եւ այստեղ էլ հետաքրքրական է, որ որոշ իբր արևմտյան ուժեր տենց շատ հետաքրքրական տեսակետներ են տենց թեթև դեմ են տրիփին, են որ ուզում ես հասկանաս իսկ ավելի լավ տարբերակ կար այդ պահին կամ հիմա կա ավելի լավ տարբերակ։ Մի խոսքով, սա է փաստը Ժորժ ջան, որպեսզի դուք պատկերացնեք ինչ նարատիվներ են ձեզ տարածում։